Արա Հարությունյանը հայ հայտնի քանդակագործ ճարտարապետ էր։ Նա ծնվել էր 1928 թվականին Երևանում։ Նա փոքր տարիքից շատ էր սիրում նկարել և ստեղծագործել և հետագայում ընտրեց արվեստի ճանապարհը։ Նա սովորել էր արվեստի տարբեր հաստատություններում և դարձել էր բարձրակարգ մասնագետ։ Արա Հարությունյանը ստեղծել է տարբեր քանդակներ, հուշարձաններ և այլ ճարտարապետական աշխատանքներ, որոնք էլ այսօր զարդարում են Հայաստանը։ Նրա աշխատանքները շատ հետաքրքիր էին և նրա աշխատանքները փորձում էին քարով պատմել պատմություն։ Նրա քանդակները հաճախ ցույց էին տալիս մարդու զգացմունքները՝ վախը, ուժը, լույսը, հավատը։ Նրա ամենահայտնի աշխատանքներից է Սայաթ Նովայի արձանը, որը ցույց է տալիս Սայաթ Նովայի ստեղծագործական ազատ հոգին, Կոմիտասի հուշարձանը, որը ցույց է տալիս Կոմիտասի երաժշտությունը, Մայր Հայաստան հուշարձանը Հայաստանի ամենահայտնի հուշարձաններից է։ Այն գտնվում է Երևանում, Հաղթանակ զբոսայգում և երևում է տարբեր վայրերից։ Արձանը խորհրդանշում է հայրենիքի ուժը և պաշտպանությունը։ Արձանը խորհրդանշում է ուժեղ կին, ում ձեռքում կա մի մեծ թուր։ Դա նշանակում է, որ նա պատրաստ է պաշտպանել իր երկիրը։ Հուշարձանը ստեղծել է քանդակագործ Արա Հարությունյանը։ Արձանը կանգնած է բարձր պատվանդանի վրա, որը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Պատվանդանի ներսում կա թանգարան, որտեղ ներկայացվում են զինվորական իրեր և պատերազմների նյութեր։ Մայր Հայաստան հուշարձանը կառուցվել է ի պատիվ հաղթանակի և խաղաղության։ Այն հիշեցնում է, թե որքան կարևոր է պահպանել հայրենիքը և պաշտպանել։ Արա Հարությունյանը մասնակցել է տարբեր մեծ նախագծերի և իր աշխատանքներով ներդրում է ունեցել հայ արվեստի մեջ։ Նա շատ էր սիրում իր հայրենիքը և ցանկանում էր, որ իր ստեղծագործությունները հիշեցնեն մարդկանց պատմությունը։